Թուրքիայից վերադառնալուց հետո Նիկոլը ստանալով Էրդողանի դաբրոն ակնհայտորեն սկսել է մեծ ներքաղաքական տերոր, ըստ էության փորձելով ոչնչացնել հականիկոլ ճամբարի, անտինիկոլ ճամբարի, ընդդիմադիր ճամբարի բոլոր ակտորներին եւ նույնիսկ շարքային ակտիվիստներին։ Եվ եթե հիմա էլ, ասենք, ընդդիմադիր խմբակցություններից մեկը, ով շարունակում է հեգնել իմպիչմենտի գործընթացը, շարունակի մտածել, որ սպասելու են սեպտեմբերին, որտեղ ազգային ժողովի լիագումար նիստերը հերթական ավարտված են եւ կառավարության հարց ու պատասխան 1 սեպտեմբերի 10-ին կա, եւ եթե իրենց օրակարգը այս ֆոնին, որ մենք տեսնում ենք հենց հիմա մեր հետ զրույցի ընթացքում, ինչ տերոր է Հայաստանում, ընդդիմության այդ մի թևը սպասի, որ գալու է սեպտեմբերի 4-շաբթի օրը եւ իրանք գնալու են ազգային ժողով ու սենց հերոսական հենց Ալեկաշևոյի սենց չգիտեմ ինչ ասեմ էնտուզիազմով հարցեր են տալու Նիկոլ Փաշինյանի եւ շարունակելու են տորպեդահարել իմպիչմենտի գործընթացը, ապա հավատացնում եմ ձեզ, ժողովուրդը իր աներկբա գնահատականը տալու է եւ անպայմանորեն պիտի տա ընդդիմադիր այն հատվածին, որի համար չգիտես ինչու իմպիչմենտ հնարավոր չէ, ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հեգնանքին իմպիչմենտին, որ սենց պոպկորն եմ առնելու նայեմ, չզարմանաք, որ գա պահը եւ Ալեն Սիմոնյանը ԿՊ-ից առաջինը լինի, որ ստորագրի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու ձևաթղթի տակ։ Ես ձեզ հավատացնում եմ։